Սպանեցեք ուրեմն ձեր երկրավոր ցանկությունները, դեն գցեցեք պոռնկություն, պղծություն, հորի կրքեր, չարցանկություն և ագահություն, որ կրապաշտություն է։ Դրա համար է, որ անհնազանդ որդիների վրա գալիս է Աստծո բարկությունը։ Դուք էլ էիք մի ժամանակ ընթանում այդ մեղքերով, երբ ապրում էիք դրանց մեջ։ Այժմ դուք ևս թոթափեցեք այդ բոլորը՝ բարկություն, զայրույթ, չարություն, հայհոյություն և խեղկատակություն ձեր բերաններից։ Մի ստեք միմյանց, հանեցեք ձեր վրայից հին մարդուն իր գործերով և հագեք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ ըստ իր Արարչի պատկերի։ Այլևս չկա հրյա, ոչ էլ հեթանոս, թլպատություն և անթլպատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոս, որ ամեն ինչ է ամեն բանի մեջ։ Որպես Աստծո ընտրյալներ, սրբեր և սիրելիներ, հագեք ուրեմն գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն, հանդուրժելով միմյանց, ներելով միմյանց, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի։ Ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, նույն ձևով արեք և դուք, և այս բոլորի վրա հագեք սերը, որ կապն է կատարելության։ Եվ ձեր սրտերում թող հաստատվի Քրիստոսի խաղաղությունը, որին և կոչվեցիք մեկ մարմնով և գոհություն մատուցեցիք։ Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որ կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց սաղմոսներով, օժտներկություններով, հոգևոր երգերով և երախտագիտությամբ, օրհնելով ձեր սրտերում Աստծուն։ Եվ ինչ որ անեք խոսքով և գործով, բոլորն արեք ձեր Հիսուսի անունով, գոհություն մատուցեցեք նրանով Աստծուն և Հորը։